Հայրենիք կուսակցության հետ համագործակցությունը ինձ հետևողները, նրանք ովքեր իմ հրապարակային ելույթներին ծանոթ են, գիտեն, որ հայտարարել էի, որ կմիանամ այն ուժին, որը նոր ուժ է, կարող ուժ է եւ ամբողջ իր ծրագրերով, իր կարողություններով միտված է մեր երկիրը հզորացնելու, մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքով ապահովելու, ինչը ես տեսա հայրենիք կուսակցությունում եւ այն ծանոթությունը, որ հետագայում ավելի ամրապնդվեց, ոգևորիչ էր նաեւ այն, որ այստեղ կային կուսակցականներ, ովքեր զենք են վերցրել հայրենիքի պաշտպանության համար, ես շատ կարեւորում եմ, որովհետեւ այն հոխորտանքը, որը տարբեր կողմերից լսում եմ, պաշտպանենք հայրենիքը, բայց այդ պաշտպանելու պահը գալիս է, շատերը ստվերվում են, չկան, սրա նրա ուրեմն շրջազգեստի տակ են թաքնվում։ Իսկ հայրենիք կուսակցությունում ճանաչեցի մարդկանց, որոնք նաև հետարքիր դրվագներ պատմեցին այն հատվածների մասին, որտեղ հենց իմ որդին Բաչագանն է կռվել իր ջոկատով, եւ դրանք իսկապես էլ ինձ հետարքիր էին եւ նրանց համարում եմ խիզախ մարտիկներ, հայրենիքին նվիրված մարտիկ եւ նրանց հետ հաղթական ընթացք ունենալը հեշտ է։ Հայրենիքը վաղարշապատում հենց առաջի դիրքում է եւ ինչպես Հայաստանի տարբեր տեղանքներում, համայնքներում ընդդիմությունը հաղթանակեց, վաղարշապատում նույնպես ընդդիմությունն է հաղթելու։ Այն ընդդիմությունը, որը կառուցողական մոտեցում է հանդես բերում, որը գալիս է ազգ ու երկիր հզորացնելու եւ այս պարագայում հավատացեք, Էջմիածնեցին էլ նահանջկայլ չպետք անի եւ այն հաղթանակը, որը մենք ունենք, բավերացնելու է իր ձեռքով։ Մեր թիմը պատրաստ է բարեփոխումների ծրագիրը կյանքի կոչել, դրանք իրատեսական են, մենք իսկապես էլ թիմով կարողացել ենք այնպես աշխատել, որպեսզի որևէ հարց, որևէ խնդիր առանց լուծման չմնա, այսինքն պիտի գյուղացին, քաղաքացին, բոլորը համայնքի տարբեր հատվածներում ապրողները հասկանան, որ այդ ամենը ուղղված է հենց իրեն, հենց իր համար են կատարվում։ Եթե մենք լինեինք համակերպվողներ, հավատացեք, իշխանական ոլորտում մենք էլ կարող էինք տեղավորվել, հանգիստ անհոգ կյանքով ապրել, այդ թալանի մասնակիցը դառնալ կամ չդառնալ, բայց մենք համակերպվողներ չենք, այո, մենք միտված ենք մեր երկիրը հզորացնելու, մենք հավատում ենք մեր երկրի ապագային եւ այնպես չի թե եկել ենք այսպես ավարտենք այս երկրի կենսագրությունը եւ ինչ է գումարները շալակած հեռանալ, ինչպես հիմա ԿՊ-ական շատ ուրեմն պատգամավորներ կան, որոնք մտածում են օր առաջ հայրենիքից հեռանան։ Այդ կոռուպցիայի մեջ խրվածները, ԿՊ-ական պարագլուխները փորձում են դատել քաղաքապետին, ասենք Էջմիածնի նախկին քաղաքապետին, տեսնում է, որ իր ամբողջ թիմը թալանով է զբաղված, կապված ասֆալտի հետ, տենդերների հետ, տարբեր, ինչպես էին իրենց ազգու տակով բոլոր այդ տենդերները շահում, ինչը որտեղ փող կար, սրանք այդ ինչպես կեղտի վրա ճանճը հավաքվում էին ամբողջ թիմով եւ կարողանում էին այդ ամենը իրենք կլլել։ Հիմա եթե Էջմիածնի քաղաքապետին հանցանքների համար, կոռուպցիայի համար դատում են, այդ մարդը տեսել է, որ ամբողջ թիմն է այդպես, այսինքն եթե դատվում են, պիտի բոլորը դատվեն։ Այո, այդ բարոյահոգեբանական մթնոլորտն էլ պիտի ապահովեն, որովհետեւ առանց դրա հավատացեք ոչ տնտեսությունը առաջ կգնա, որևէ բան չի լուծվելու։ Նրանք անկարողներ են, նրանք մեր զավակների պահած տարածքները անգամ տեր լինելու կարողությունը չունեցան։ Եվ հիմա պարբերաբար այս հանձնումները, որով փորձում են այդ խաղաղությունը վերահաստատել, դա կեղծ օրակարգ է։ Եվ մենք անպայմանորեն պիտի ցույց տանք մեր բնակիչներին եւ նրանք, ովքեր հասկանալով հանդերձ անտարբեր կմնան, ուզում եմ հիշեցնել, որ ամենամեծ չարիքները ծնվում են հենց այդ անտարբերություններից։ Եվ եթե մենք այս ընտրություններում էլ թույլ տանք, թեկուզ տեղային ընտրություն է սա, թույլ տանք, որ ԿՊ-ն իր ոտքը հաստատի, հավատացեք հերթական նահանջն ենք ունենալու։ Տարբեր խնդիրների ականատես եղանք եւ սկզբում մի թեթև անվստահություն ունենալով մարդիկ հետո նաեւ փորձում էին հավատալ եւ փորձում էին իրենց ծրագրերը ներկայացնել։ Պիտի ասեմ, որ ցավով նկատեցի, որ մոլորյալներ, հիպնոսացածներ կային եւ գյուղական համայնքներում, ինչպես եւ ամեն օր նրանց թվում էր, թե իրենք ապահով վիճակում են, թե խաղաղության կեղծ օրակարգը գործելու է։ Ես երեխաների անվտանգության խնդիրները տեսա եւ ինքս կանգնելով հասկացա, որ մի մայթից մյուսը անցնելու համար տասնյակ րոպեներ են հարկավոր, այսինքն մի վերանցում կառուցելը չեմ կարծում, թե շատ բարդ բան է։ Պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի պիտանի լինեմ։ Ամեն կերպ ես պիտի կանգնեմ բնակչի
կողքին։ Տեսնելով իմ թիմակիցների աշխատանքը, ես հասկացա, որ մենք մեծ ծավալի աշխատանքներ կարող ենք կատարել, ըստ որում ոչ միայն տքնաջան աշխատանքի արդյունքով նկատի, այլև գումարային ներդրումներով, որովհետև հիմնադրամ ստեղծելու պարագային մենք հնարավորություն ենք ունենալու այդ հիմնադրամի միջոցները ուղղորդել առաջնային խնդիրները լուծելու համար ամենալքված անկյունում մեր համայնքի ապրող բնակիչը պիտի զգա այն բարեփոխումը, որը տեսնելու է մեր իշխանության գալուց հետո։ Հավաքագրելով բոլոր այս խնդիրները ես հասկացա, որ գյուղական համայնքների համար առանձին պետք է ապահովեն գյուղատնտեսներ, խորհրդատուներ, որոնք կօգնեն առողջ բիզնես կազմակերպելու եւ նաեւ անասնաբուժներ, որպեսզի այն հիվանդությունները, որը շարունակաբար լսում ենք այստեղ այնտեղ տարածվում են, մեր համայնքում երբեք չառաջանան։ Գյուղատնտեսները կօգնեն մեր գյուղացիներին այդ ջերմոցային աշխատանքները համակարգելու, նաեւ նոր այգիներ, նոր տնտեսություններ գյուղացիական ստեղծելու համար եւ կարծում եմ դրա արդյունքը շատ արագ տեսնենք։ Ես իհարկե լինելու եմ յուրաքանչյուր գյուղացու կողքին, նա ով աշխատանք է ուզում կատարել, բոլոր ասպարեզներում եմ օգնելու։ Նկատի ունեմ գյուղատնտեսություն, անասնապահություն եւ երբ կարողանանք այդ բաժինները ստեղծել, այդ աշխատակիցները ոչ թե սենյակում պիտի նստեն, այլ բոլոր գյուղացիների հետ կարողանան աշխատանք կատարել եւ նրանք, ովքեր հիմա թերահավատ են, անպայմանորեն զգալու են այն առաջընթացը, որը ունենալու են մեր իշխանության գալուց հետո։ Շատերին թվում է, թե երիտասարդության զբաղմունքը միայն սրճարաններ ստեղծելն է, կարծում եմ այդպես չէ։ Եվ պիտի կարողանանք հնարավորություն տալ, որ ուսումնառությունից դուրս երիտասարդները կարողանան իրենց գիտելիքները նաև ինչ որտեղ կիրառելի դարձնել։ Էջմիածինը որոշ չափով, շատ չասեմ այդպես ամբողջական իմաստով կարողացել է ապահովել այդ ամենը, չէ, բայց գյուղական վայրերը ընդհանրապես լքված են։ Երբ ես շրջում եմ եւ ուզում եմ հասկանալ երիտասարդները ինչով են զբաղվում այս գյուղական վայրերում, հավատացեք, անգամ մի տեղանք չկար, որտեղ կարողանային համախմբվել իրենց մտքերը կիսել, նրանք ովքեր ստեղծագործում են իրենց մոտեցումները հանդես բերել, այսինքն մարդը լքված է մնացել։ Այս երիտասարդը մտնում է կյանք եւ տեսնում է իր գիտելիքները ոչ մեկին պետք չեն, ոչ մեկը չի զբաղվում նրանով։ Եվ պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի այո, եւ այդ մշակութային կառույցները, այդ մշակույթի պալատները, որոնք շքեղ դեռևս կանգուն են, բայց ներսից քարուքան եղած, այդ բոլորը վերաշնչավորել եւ հնարավորություն տալ, որ այդ հավաքները կայանալով երիտասարդները նաեւ իրենք միանան մեր ծրագրերին, իրենք առաջարկություն արեն ամեն մի տեղանքից գյուղական եւ ստեղծենք այդ ամենը, որպեսզի մարդը զգա, որ իր միտքը, իր ուրեմն կարողությունը անպայմանորեն պիտանի է լինելու եւ իր համայնքին եւ մեր երկրին վերջին հաշվով։ Հիշում եմ իմ պատանեկան տարիներին տուրիստական ինչ հոսք կար մեր քաղաքում եւ իսկապես մենք հիանում էինք տեսնելով, գալիս էին, շփվում էինք, անգլերեն չիմանալով փորձում էին իրենց հետ մի քանի անգլերեն բառերով այդպես նաեւ հաղորդակցվել, այդ ջերմությունը անբար կարողանում էինք իրար փոխանցել, ճանաչում էինք մարդկանց տարբեր երկրներ եկած եւ այդ հիացմունքի արժան վիճակը այլևս գոյություն չունի իմ քաղաքում։ Եվ սա պայմանավորված է նաև նրանով, որ համապատասխան կառույցներ չունենք, միջոցներ չունենք կամ չենք ցանկացել ստեղծել։ Կարծում եմ մեր թիմը ունի այդ ուժը եւ կարողանալու է այնպես անել, որ Հայաստան եկող տուրիստները առաջին հերթին ցանկանան լինել Էջմիածնում։ Եվ ոչ միայն վանքերի համար, մենք պիտի ունենանք եւ հյուրանոցային համակարգեր, պիտի ունենանք եւ խորտկարաններ, ամենը ինչ տուրիստը կուզենար տեսնել։ Էջմիածինը իր պատմամշակութային կոթողներով է հայտնի շատերին, կարծում եմ պիտի կարողանանք համապատասխան միջոցներ տրամադրել, որպեսզի նրանք օգտվեն, տեսնեն եւ նաեւ իրենց գնահատանքը տան։ Կարծում եմ այդ ներկայությունը մենք ապահովելու ենք եւ տուրիստների ներկայությունը վաղար շաբաթին նորից տեսնելու է մեր քաղաքում։ Առաջնային խնդիրներից համարում եմ արցախցիների հարցը։ Գիտեք, կարող եմ հիմա մերկապարանոց այսպես խոստումներ տալ, բայց նրանք գալիս են հիմա ես հանդիպում եմ եւ առաջի խնդիրը, որ ունեն, դրանք իրենց ուրեմն կեցության վայրը ստեղծելու խնդիրն է։ Ես պիտի կարողանամ այո ապահովել ինտեգրումը
իմ քաղաքի հետ, նրանք ովքեր ապրելու են Էջմիածնում, լիարժեք էջմիածնեցիներ, Խոյ համայնքի բնակիչներ, այսինքն մեր վաղարշապատ խոշորացված համայնքը նրանց պիտի ցույց տա իր սերն ու ջերմությունը։ Ես պիտի մի էպիզոդ պատմեմ մինչև այս դեպքերը, երբ իմ տան անմիջապես հարևանությամբ արցախցիներ են ապրում, ես տղայիս հետ որոշեցի, որ նրանց ամանորը զարդարեմ եւ միասին պատրաստել էինք ահա այդ տոպրակները, ամանորյա նվերները եւ երբ ներխուժեցինք, այսպես ասած, իրենց տուն լավ իմաստով եւ երեխաներին նվիրեցինք այդ, ես տեսա, որ նրանց աչքերը դեռ չեն փայլում, 4 երեխաներ էին ապրում եւ ուզեցի հարցնել, ձեզ ինչ է հարկավոր, արդեն համարձակություն ունենալով ասացին տոնածառ եւ ես Վաչագանի տոնածառը նվիրեցի իրենց եւ հետո այդ փայլը լույսը տեսնելով եւ հասկացա, որ իմ տղայի հոգին հիմա ցնծության մեջ է ապրած կյանքին նայելով, փաստերին նայելով վստահ եմ, որ Վաղարշապատ համայնքի բնակիչը կհասկանա, որ սա այն մարդն է, ում կատարած գործողությունները, ում կատարած աշխատանքը պատիվ է բերել ոչ միայն մեր համայնքին, այլ ընդհանրապես Հայաստանին, հայությանը, եւ դրա հետ միասին ոլորտները, եթե մենք փոխենք, այսինքն մշակութային ոլորտից գանք քաղաքաշինության ոլորտ, այդ նույն էնտուզիազմով, էներգիայով, կամքով, ուժով եւ օգտագործելով իմ այս հրաշալի թիմի կատարած աշխատանքները, ծրագրերը, մենք այո, ամեն ինչ անելու ենք, որ զգալի լինի։ Այս ընտրությունները գիտեմ, որ հերթական փորձություն է, բայց ինձ համար չի այդ փորձությունը։ Ես այս ընտրությունները հաղթել եմ։ Ես հաղթել եմ 3 չառաջ օրը, այսօր ես վաղնել եմ հաղթելու։ Ես շատ ուզում եմ այդ հաղթանակի կողքը կանգնեն հայերը, իմ քաղաքի բնակիչները, իմ եզդի բարեկամները, որոնց հետ էլ պարբերաբար հանդիպումներ ունեցել եմ, բարեկամություն ունեցել եմ, եւ ես ուզում եմ, որ իմ քաղաքի համերաշխությունը տիրի։ Ես գիտեմ, որ մարդ ենք, ապրում ենք, մի տան մեջ էլ վեճ ու կռիվ է լինում։ Այս համայնքը ինձ համար մի մեծ տուն է, եւ ես դի փորձեմ բոլորին դեպի համերաշխություն մղել։ Գիտեք, երբ պաշտոնի մասին խոսք է լինում, ես մեկին ասացի, որ ես ավելի մեծ պաշտոն ունեմ, քան մտածում եք, թե մարդն է հորինում, որովհետև աստվածապարգև պաշտոնները ամենաբարձրն են, եւ եթե ցանկացած ստեղծագործող կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ինչպես աշխարհում հայտնի են, շատերը կան, ապա ամեն քաղաքական գործունեություն ծավալող չի կարող ստեղծագործող դառնալ։ Եվ այն պաշտոնը, որ ես Աստծուց եմ ստացել, ինչին Պարուս Սևակը ասում էր, Աստծո քարտուղարն են բանաստեղծները, եւ այն երկրները, որտեղ ես եղել եմ եւ այն ծափերին արժանացել եմ, այդ ծափերը ուղղված են նաեւ իմ քաղաքին, իմ ժողովրդին, իմ երկրին, եւ ես հիմա չեմ գնում աթոռի համար, որտեղ այդ աթոռից ավելի բարձրի վրա հիմա նստած եմ։ Ես գնում եմ իսկապես ծառայելու, որտեղ ես հասկանում եմ օր հասական ժամանակներ են եւ ծաղր է, երբ ես բանաստեղծություն գրեմ, երբ հանկարծ տարիներ անց այստեղ լինեն, չգիտեմ, մոտարալեզուներ, կլինեն թուրքեր, ովքեր եւ իմ բանաստեղծությունն էլ պետք չի գալու նրանց եւ այն մի անգամ դիմել եմ շատ կոպիտ խոսքեր ասելով նաեւ արվեստի գործիչներին, որոնք չպիտի մի կողմ քաշված ստեղծագործական այդ աշխատանքներով զբաղվեն։ Հանուն ինչի է դա անում։ Չէ՞ որ օտարն է մտնելու մեր երկիր, եթե մենք այսպես անտարբեր մնանք։ Ամենաներկայանալի համայնքն էր մշակութային առումով դարձել, իսկ սկսվածային հատվածից, երբ ես Հովհաննեսյանի տուն թանգարանն էի ղեկավարում, իսկ այդտեղ թանգարանը վերանորոգվելուց հետո հնարավորություն կար լայն չափերով մշակութային ուրեմն հանդիպումներ կազմակերպել, ինչև քաղաքապետի հետ մենք ծրագրեցինք, նախկին քաղաքապետի, ում հետ միասին մենք կարողացանք համահայկական նշանակության հասցնել այդ սրահը եւ պիտի ասեմ, որ Հայաստան եկող բոլոր ներկայանալի հայերը, անվանի հայերը անպայման հյուր էին լինում թանգարանում եւ ներկայանալիներից մեկն էր դարձել Էջմիածնի
այդ մշակութային սրահը։ Հետագայում երբ ինձ ԿՊ-ն ազատեց, ես ծիծաղով դա ընդունեցի, որովհետև փոխանակ ուրեմն շնորհակալություն հայտնելու իրենց գովեստները, բայց հասկացա, որ սրանց աշխատանքը չի հետաքրքրում, հայ մարդը չի հետաքրքրում, երկրի առաջընթացը չի հետաքրքրում, սրանք այսպահական պատեհապաշտներ են, որոնք եկել են ուրեմն ընդունելի դարձնել բոլոր նրանց, ովքեր գալիս են իրենց առաջնորդին երկրպագելու, առաջնորդի խոսքով շարժվելու, որովհետև ի տարբերություն հայրենիք կուսակցությանը, այնտեղ միանձնյա ղեկավարում է ընթանում։ Հրամայում է եւ բոլորը պիտի կատարեն իրենց իսկ խոստովանությամբ այդ ուսապարկերը։ Ես առաջին հերթին ծառայելու եմ իմ ժողովրդին եւ ես շատ ուրախ եմ, որ իմ մտածումները իմ կուսակցության հետ համընկնում են, այն կուսակցության հետ, որը կանգնած է իմ թիկունքին եւ միասին այս ճանապարհը անցնելու ենք։ Նիկոլ Փաշինյանը իր ԿՊ-ով շարունակում է ստի կայսրության մեջ ապրել եւ բնակեցնել մարդկանց, որպեսզի անհաղորդ մնան ճշմարտությանը եւ ամեն կերպ կարողանա օգտագործել իր կուսակցական շահերի համար, որը երբեք էլ կապ չունի իմ երկրի, իմ ազգի շահերի հետ։ Մենք չպիտի մարդուն թողենք, որ անասնակալած կրքերին գերված մնա, ինչպես մեկ ԿՊ-ն է վարվում, չէ՞, իր ամբողջ ուժը, եռանդը ներդրում է գումար շորտելուն։ Ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան հերթական հարկն ու տուրքը ավելացնեն, այս ժողովրդին մսխեն, քամեն։ Ես մերկապարանոց հայտարարություններ անողներից չեմ։ Իմ համակարգացիները ինձ գիտեն, որ ոլորտում էլ ես աշխատել եմ, փորձել եմ պիտանի լինել այն մարդկանց, ովքեր ինձ դիմել են։ Իսկ ես շատերին եմ օգնել։ Ես շատ կուզեի, որ իմ քաղաքը իր ոգեղեն շունչը ստանար, իր խոյանքները նորից վերագտներ, թռիչքները վերագտներ եւ ոչ թե ընկներ մաններ կենցաղային խնդիրների մեջ, որոնք ես էլի պիտի ամեն կերպ փորձեմ լուծվեն, որպեսզի մարդը իր աստվածային էությանը վերադառնա։ Ես գիտեմ, որ հիմա բազմաթիվ տեխնոլոգիաներ կան, որոնց կիրառումով կարողանում են սուտը ճշմարտության տեղ մատուցել, խավարը լույսի տեղ մատուցել։ Ես ուզում եմ դիմել մարդկանց։ Մենք մանկապարտեզի երեխաներ չենք, մեր կյանք ենք ապրել այդ քաղաքում եւ բոլորի աչքի առաջ է եղել այդ կյանքը։ Նրանք դա բացահայտորեն են տեսնում։ Ով է եղել ինքնիշխան, ով է եղել ստրկամիտ, ով է եղել սողացող, ով է եղել գողացող, այդ բոլորը տեսել են մարդիկ։ Շատ կուզեի, որ հիպնոսի տակ չմնային եւ կարողանային ճիշտ գնահատել իրավիճակը եղած փաստերով եւ խոսքերը տիրական չդառնային։ Եվ ոչ թե խոսքերը, խոստումները, որոնք հիմա շարունակաբար լսում եմ, այսպես ներկայացվում են, սա, մտածում եմ այ մարդ, եթե այդքանը անում ենք, բա էլ ինչ մտահոգություն ունեն կամ եթե այդպես կարողություններ կային, այդ ինչի չէիք անում, այդ ինչի եք սպասում ես ընտրությունների շեմին, հանկարծ հիշեք, որ սա կանեք, նա կանեք, այդ նույն այդ ԿՊ-ն էր, այդ նույն իշխանությունը իրենց ձեռքում էր, ինչպես որ այդ Նիկոլն է, չէ՞, անընդհատ շփոթում, ընդդիմության դիրքերից է հանդես գալիս, թքելով իշխանության մեջ կանգնած Նիկոլի դեմքին եւ հանկարծ սթափվում է, որ իշխանությունը ինքն է, թքում է Փաշինյան Նիկոլի դեմքին։ Այսինքն այս երկվությունը, որը նրանք ունեն, հիմա մենք տեսնում ենք, որ իրենց դեմ է աշխատում, եթե դու կարողանում ես նրանց դիմակազերծ անել։ Աստված սեր է, գերագույն սեր է։ Նրանք, ովքեր հարձակվում են այդ սիրո վրա, նրանք հարձակվում են իրենց միջի ատելությունից ելնելով։ Նրանք չարքապատկաններ են։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ այդ չարքապատկանները ուրիշ բան չեն կարող անել։ Նրանց այդ խաչը անպայմանորեն վրդովեցնում է, նրանց այդ խաչը խրտնեցնում է։ Նրանք պիտի կարողանան կործանել այն, ինչը խանգարում է իրենց խավարին։ Նրանք խավարաբերներ են։ Խավարը ոնց կարող է լույս սիրի։ Եվ այս արշավը, որ կա, կարծում եմ մենք արժանի գնահատական դեռ չենք տվել, կարծում եմ հայությունը եւ հոգեվորականները դեռ ճիշտ չեն գնահատում այս կատարվող երևույթները, եւ երբ մենք սթափորեն գնահատենք եւ ճիշտ հակահարված տանք, կլռեն բոլոր ճարքապատկանները։ Մարմինը իր ամբողջականությամբ է հզոր։ Եթե մենք անդամահատում ենք այդ մարմինը թևերը, ոտքերը, ինչ հիմա անում է Նիկոլը, այսինքն այդ եկեղեցականների վրայից, այդ ընդհանուր մարմնի վրայից հանում են թև, ոտ, նրանք այլևս չեն կարող պայքարել եւ նա հեշտությամբ կմոտենա այլևս գլխին։ Ես կուզեի մեր եկեղեցականները ավելի համարձակ գտնվեին եւ ավելի խրոխտ այս հարցում։ Իմ քաղաքական պայքարը ուղղված է ԿՊ-ի դեմ։
Եվ ես տեսնում եի, թե ինչպես էին ծիծաղելով եռաբլուր բարձրանում, թե ինչպես էին այդ քպայականների հրահանգով քարշ տալիս ծնողներին եռաբլուրից, ես հասկացա, որ իմ թշնամին այլևս իմ սրտում է, իմ երկրի սրտում է, եւ քանի դեռ մենք դրանց չենք հեռացնել, մեր երկրի սիրտը ճիշտ չի բաբախելու։ Սրանք ամեն ինչ անելու են, որ այդ սիրտը կանգնի, բայց այդպես չի լինելու։ Ազնվազար մայրը ոտքի են կանգնելու, ողջ հայությունը ոտքի է կանգնելու եւ հաղթանակներից մեկն էլ նշելու ենք Վաղարշապատ համայնքով։ Վաղարշապատին թույլ չի տալու, որ այս սրիկաները, ովքեր եկել են ազգ ու երկիր կործանելու, իրենց հեշտությամբ մտնեն մեր քաղաք եւ իրենց չարագործությունները հերթական կյանքի կոչեն։ Մենք հաղթելու ենք։